Իսկ հիմա ես ուզում եմ խոսել եղանակի մասին։ Մեզ մոտ տեսնում եք, massամբ լավ է, բայց ինչ որ այստեղ տեսնում եք West Virginia եւ քիչ հետո տեսանյութը այս քաղաքները եւ հարակից քաղաքներ, որ արևելյան նահանգներում են, այստեղ տեսնում եք Մասաչուսեթը, տեսնում եք նահանգները, տեսնում եք Փենսիլվանիա նահանգները եւ քաղաքները այս նահանգների մեջ կտեսնեք, որ խիստ դժվարության մեջ են։ Իսկ զարմանալիորեն օրինակի համար հենց Նյու Յորքում, որ խիստ ցուրտ է այսօր եւ այդպես է լինելու հանկարծ շաբաթավերջին 30 աստիճան եմ, այսինքն 0-ից ցածե 60 աստիճան է լինելու։ Որոշ այս քաղաքների մեջ 30-ից պակաս է, որոշ տարածքներում պատկերացրեք 32 Ֆարենհայթը մեր սանտիգրադի 0-ն է, ուրեմն դրանից ներքև այսինքն 0-ից ցած, որոշ տեղերում -20 է, այսպես այդքան ցուրտ է։ Իսկ մի քանի օր հետո հանկարծ այդպես է լինել։ Մեզ մոտ սպասում ենք անձրև տեղի ունենա, հիմա տեսնենք նախատեսությունը, սա է որ վաղը պիտի լինի, հետո ասում են ուրբաթ օրը կլինի կամ հինգշաբթի կլինի, ամենայն դեպս հիմա վաղը երևի ավելի կհստականա։ Ամենայն դեպս տեսնում եք Ամերիկայում տեղի ունեցող դժվար կացություն, ակսիդենտներ շատ տեղի ունեցել, մեծ վնասներ, անգամ այստեղ տեսնում եք թրաքը գնացքի գծի վրայից, railroad անցնում է, տեսեք ինչ է եղել։ Մարդիկ տեսնում եք սրանք ցրտից է։ Իգուանա, տեսնում եք այս կենդանին ծառի վրա եղել, չորացել է ցրտից վայր է ընկել։ Հիմա երևի հետո կբարձրանա, որ եղանակ օդը տաքանա նույն օրը կբարձրանա, երևի կգնա կամ չգիտեմ, այսպես է։ Տեսնում եք թրակները կանգնել են եւ դուք նաեւ, եթե այսպես ջուն է լինում, սառած է լինում փողոցները, ավել հարմար կլինի մեքենա չվարեք։ Բացի վնաս, ձեզ ուրիշ բան չպիտի պատահի, այսպես տեսնում եք ակսիդենտները, ինչ որ այսօր տեղի ունեցել։ Որոշ տեղերում տեսնում եք մինչև 8 ինչ, այսինքն 20 սանտիմետր ձյուն է նստում կամ պիտի նստի, այսօր նաև 2 ինչ, 5 սանտիմետր ձյուն մեկ ժամվա մեջ վրմանթում տեղի ունեցել Ինդիանայում, Նյու Յորքում ասացի ձեզ, բոլոր այս տարածքներում այս է վիճակը եւ եթե անպայման հարկավոր չի, ավել հարմար կլինի տանը մնաք այդ տարածքներում, մանավանդ տարեցների խրախուսում են անպայման տանը մնան հեշտությամբ կարծես մեկ իգուանային էլի սառն են ծառի վրայից վայր են ընկել այդ տարածքներում։ Ֆլորիդայում որ երբեք այսպես 60 տարի այսպես ցուրտ չի եղել, ինչ որ այսօր էր 30 աստիճան որոշ տարածք եղել։ Այստեղ տեսնում եք cold blast ցուրտ է 27, բոլորը սրանք 0-ից ներքև են, բացի այնտեղ Մոնտգոմերի Ալաբաման 35 է 0-ից բարձր, բոլորը եւ Charleston Carolina-ում մնացած բոլոր 0-ից ներքև է ջերմաստիճանը։ Ձյուն է իջնելու վաղը, այսօրվանից մինչև վաղը 6-ից 12 ինչ Watertown, Massachusetts, այդ շրջանը Burlington եւ այսպես տեսնում եք։ Մեզ մոտ 20 աստիճանից բարձր է, 10-ից 20 աստիճան էր, մեր տարածքում տեսնում եք եւ ասացի այսօր կարա տաք էր, բայց շուտով շոկ էր, իսկ հետո շատ մի քանի օր հետո ջերմաստիճանը խիստ մեզ մոտ իջնելու է նաեւ, բայց գիտեք ինչ էլ որ իջնի լինելու է 58-60, այսպես տեսնում եք այդտեղ։ Ես ուզում եմ հիմա խոսել թռիչքների մասին խոսեմ։ Թռիչքները շատ վատ վիճակում են եւ նախարարը ասել է որ այսպես եթե շարունակվի, օրինակ 4% թռիչքներ ասել են տարբեր օդանավի ընկերությանը 40 կարևոր քաղաքներում, որ շատ
զբաղված քաղաքներ, այսպես Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ֆլորիդայում որոշ քաղաքներ, մեր հյուսիսում Սան Ֆրանցիսկո եւ այսպես ասեն են, որ թռիչքները այս ճամփորդական օդանավները, passenger օդանավները իրենց թռիչքները իջացնեն, բարբերաբար իջեցնեն։ Հիմա այստեղ ես ուզում եմ ցույց ցուցադրել, աշխատող չկա, անգամ Թրամփ ասում է պետք է աշխատանք, տեսեք cancellation եւ դժվար կացություն է, եթե ստիպված չեք միտեղ մի գնացեք, որովհետև շատ երկար պիտի սպասեք, դժվար է։ Հիմա airline-ներին հրաման են տվել Federal Aviation Administration, որ cancel անեն այսօր, ինչ որ ձեզ հետ խոսում եմ, երեքշաբթի օրը 6% իջեցնեն։ Մինչև շաբաթվա վերջ 10% պետք է ավել քիչ թռիչքներ կազմակերպեն, թռիչքներ լինի։ Այսօր 1200 flight cancellation, ուրեմն թռիչքները cancel են արել 30 այստեղ բոլորը որովհետև աշխատողի պակասն ունեն։ Այս բոլոր քաղաքներն են, որ առավել դժվարությունների մեջ են այս բերումով տեսնում եք քաղաքները Սան Ֆրանցիսկո եւ այլն։ Airline-ները հիմա իրենց թռիչքները իջեցրել են անմիջապես, եթե հետո նաև որ վերադառնան աշխատանքի, նաև անմիջապես չեն կարող բարձրացնել, որովհետև պետք է ծրագրել, պետք է հաճախորդին տեղեկացնել, այսպես։ Նախագահ Թրամփ ասում է, որ իր Truth Social Media-ի վրա ասում է, եթե աշխատողները չվերադառնան աշխատանքի շուտով, Ամերիկային չեք օգնում, ասում է օդանավին կապվող այդ մանավանդ աշտարակի մեջ նստող աշխատողներին է ասում, որովհետև այնտեղ աշխատողները ոմանք չեն վերադառնում։ Քիչ առաջ ասացի 1200 flight այսօր cancel են արել եւ հույս ունեն չորեքշաբթի օրվանից հետո, վաղվանից հետո այս cancellation-ը պիտի ավել քիչ լինի, բայց պիտի սպասել եւ տեսնել ինչ է կատարվում, վրացացի այս flight-ը կոնտրոլ անող անձիկ աշտարակների մեջ աշխատողները ոմանք դեռ չեն վերադարձել աշխատանքի, որը խիստ մտահոգություն է եւ բարգացած է նախագահը այդ բերումով, ասում են նրանք, որ չգնացին, չթողին աշխատանքը, ոմանք չեն գալիս աշխատանքի, ասում են հիվանդ են, չեն կարող կան եւ այլն, որովհետեւ այստեղ day by day են ապրում մարդիկ, օրը օրի վրա են ապրում, աշխատավարձ չի ստանում, չի կարող աշխատանքի կա, պետք է գնա ուրիշտեղ գումար հայթայթի, մի ուրիշտեղ աշխատի, որ իրեն անմիջական գումար կտա, Uber քշի, Lyft քշի եւ այլն, այդպես է լինում, դրա համար չեն գալիս աշխատանքի, արտասահմանցիք սովորաբար մի գումար պահ են դրել, կամ իրենց շրջապատում մարդիկ կան, որ եղբայր, քույր, հայր, տղա կարող է գումարով մասամբ օգնի իրեն, բայց այստեղ այդպես չի, այստեղի նրանք, որ տարիներ այստեղ ապրել են, չեն կարողանում իրենց շրջապատից գումար վերցնել, դրա համար է, որ գնում են ուրիշ ձևով գումար հայթայթելու։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Դադարից Վենեսուելայի մասին եւ նավակները Վենեսուելայի դրա մասին խոսեմ, ծրագիրը ովանավորում է Burbank Adult School-ն է ովանավորում ծրագիրը, հեռախոսահամարը տեսնում եք Burbank Adult School-ի, այնտեղ դասավանդումները անվճար է, Կալիֆոռնիայի նահանգն է վճարում, գտնվում է Allen փողոց Burbank-ում։ Հեռախոսահամարն է, բայց ավել հարմար կլինի գնաք այնտեղ։ Central Pharmacy ովանավորում է ծրագիրը, Central Avenue Pharmacy-ն է ովանավորում ծրագիրը, իրենց կամ տեղատունը գտնվում է Կալիֆոռնիա փողոց, Brand փողոցի հատմանկետին շատ մոտիկ է։ Իսկ նոր կենտրոնը կբացվի Sunland քաղաքում, որ ես ձեզ երբ որ բացեն ձեզ կտեղակ պիտի պահեմ այդ բերումով, Sunland իրենց բաժինը բացվելու է շուտով, նրանք որ ապրում են Sunland, Tahanga, Sun Valley, Silmar, այդ
տարածքում եք, սա կլինի շատ մոտիկ ձեզ գնալ տեղը վերցնելու կամ զանգարեք, որ իրենք երբ սկսեն աշխատանքը ձեր տեղերը ձեր տանը բերեն։ Մարգարյան փաստաբանական գրասենյակն հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, ապարտման եք վարձել կամ առանձնատուն եք վարձել, այդտեղ պետք է բնակելի լինի, մաքուր լինի, ինչ որ վարձել եք։ Եթե ձեր բնակարանում պահարան բացում եք, միջատները գնում գալիս են, մրջուն կա ձեր բնակարանի մեջ, մուկ կա ձեր բնակարանի մեջ, դա բնակելի չի։ Զանգարեք, այստեղ դուք ոչինչ չեք վճարում, մինչև փաստաբանը կարողանա ձեզ համար գումար վերցնի, հատուցում վերցնի ձեզ համար, հետո կվճարեք փաստաբանին։ Ուրեմն անպայման զանգարեք, իր հետ խոսեք։ Orange Shipping-ը բանավորում է ծրագիրը, Orange Shipping-ը ձեզ է առաջարկում, գտնվում է իհարկե North Hollywood, Sherman Way փողոցի վրա։ Մի ծանրոց եթե իրենց հանձնեք, հաջորդ ծանրոցը կես գնով կարող եք ուղարկել, տեսնում եք, որևէ չափի, ինչ որ վճարեք, մի հատի համար երկրորդը կեսն եք վճարում։ Ծրագիրը բանավորում է Shine Tour, բանավորում է ծրագիրը, որ դեպի Մեքսիկո կազմակերպեն է թուր 8 օր 7 գիշեր ընդամենը $790 ընդամենը $790 սրանից էժան չեք կարող գտնել իջեցրեն են որ դուք անպայման կարողանաք այս թուրին մասնակցեք թուրը ճամփորդելու դեկտեմբերի 14-ից 21 կվերադառնա Ամերիկայի եւ աշխարհի ամենամեծ խոշոր ռազմանավը Ջերալդ Ֆորդ անուն ունի, նախկին նախագահի անունն է կրում, գիտեք Իսրայելի սահմանում էր, երբ որ Գազայի պատերազմը տեղի էր ունենում, Իսրայելը ապահովելու համար, իհարկե այս ռազմանավի հետ ուրիշ ռազմանավեր, նաեւ ավել փոքր տեսակը միշտ իրեն շրջապատում են։ Նախագահ Թրամփը հրաման տվեց որ կա Վենեսուելայի սահմանի մոտ Կարիբիան կա այս ռազմանավը, ուրեմն եկել հասել է 5000 մարդ աշխատում է այստեղ այս ամենախոշոր ռազմանավի մեջ աշխարհի, այսպես Ջերալդ Ֆորդը համարվում է այս երկրի ամենակարևոր ռազմանավը։ Հիմա եկել հասել է ուրեմն այս USS Ջերալդ Ֆորդ նավը ռազմանավը այստեղ է եւ այդ ճնշումն է ինչ որ նախագահ ցանկություն ունի տնի Մադերո Վենեսուելայի նախագահին կահնկեց անի աշխատանքից հանելու համար ինքը ասել որ նախագահ Թրամփը որ զինվորականները չեն իջեցնելու այդ երկրում ժողովրդից սպասում է որ այս ռազմանավերը որովհետեւ հիմա այս տարածքում են դիմադիրները բարձրանան ու տապալեն Մադերոյի վարչակազմը։ Ես այստեղ իմացած ուզում եմ ցույց տալ, տեսնում եք, այս ռազմանավն է, որ օդանավներ, հելիկոպտեր կրում է իր հետ մեծ թվով եւ այդտեղ տեսնում եք երկու նաեւ այսօր երկու ուրիշ նավակներ ռմբակոծեցին։ Հիմա ոմանք Մադերոյին եք տեսնում Վենեսուելայի նախագահին եք տեսնում Սեզար Շավեզի այս նախկին նախագահներ ամենայն դեպս մահացավ իսկ հիմա ոմանք մտահոգություն են հայտնում այս ձգնորսները չեն կարողանում իրենց երկրից շատ հեռանան որովհետև երբ որ ազատ օվկիանոսին հասնում են ռմբակոծում է Ամերիկան, դրա համար շատ չեն հեռանում, չեն կարողանում իրենց ձգնորսությունը շարունակեն, օրինակ Կոլումբիա երկրից, ուրիշ հարավային երկրներից միայն Վենեսուելան չի, ուրիշ երկրներից նաև մտահոգություն ունեն իրենց աշխատանքը շարունակելու, այստեղ տեսնում եք, ինչքան եկել են մոտ այս ինչ որ մարդիկ գնում են ցուկ որսելու սրանք որտեղ գնում են օվկիանոս ու գային որսում վաճառում էին այսպես հիմա չեն կարողանում ես հիմա ուզում եմ խոսել նաև մեկ շրջագայության որը 50 ճամփորդ կար մեջը եւ նաև այդտեղ քրուն
աշխատողներն էին, հանկարծ շրջվում է։ Բայց տեսնենք շարունակենք, բոլորը վայր են ընկնում են ջրի մեջ, Caribbean Sea, Dominican Republic-ի կամ Հանրապետության այդ սահմանի մոտ 40 ֆիտ, այսպես մտածեք մի 12 մետր կամ այդպես նավ է, դա ճամփորդներն են նավի միջից որ վայր են ընկել, բարեբախտաբար կարողանում են բոլորին օգնել եւ իրենց հանել, ջրից հանել, տեսեք որտեղ է այդ Boca de Ioma, այդ տարածքն է ինչ որ այս նավը շրջվել էր, մեկ բանի է դիպչում, որ չգիտեն ինչ է որ պատճառ է դառնում, որ նավը շրջվի եւ այսպես, բայց եմ այնպես ասացի, բարեբախտաբար բոլորին փրկում են, մեկին վնաս, որևէ անձ չի վնասվում, այստեղ տեսնում եք աշխատանքներ ինչ որ կատարում էին, փրկեն անձիկին։ Ամենայն դեպս սա շրջակայության մեծ ընկերության ավել փոքր տեսակ նավակներ, ասում է որ բոլոր այսինքն ապահովությունը մեր հյուրերի շատ կարևոր է եւ աշխատում են investigate անեն տեսնեն ինչ էր պատճառը, որ այդպես եղավ, որ նորից չպատահի, իհարկե ասացի, որևէ վնաս, որևէ մարդու չի հասել այս նավի դժվարության հետևանքով։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ Camp Mystic-ի մասին խոսեմ, այս ծրագիրը հովանավորում է Kamran Yadidi, այստեղ տեսնում եք իրեն, եթե accident եք ունենում, անպայման զանգարեք, հեռախոսահամարը շատ հեշտ է եւ գիտեք երկար տարիների փորձառություն ունի, հեռախոսը 818 բոլորը 9 է հեռախոսահամարը, ուրեմն որևէ accident-ի հետևանքով զանգարեք այս փաստաբանական գրասենյակը։ Kamran Yadidi տեսնում եք այստեղ հեռախոսը նշանակ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյանը ատամնաբուժներն են հովանավորում։ Դոկտոր Բարսեղյանին եք այստեղ տեսնում, հեռախոսահամարը նշանակեք, Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում է իրենց ատամնաբուժարանը։ Եթե որևէ հարց ունեք ատամների հետ, լինդի հետ, այստեղ զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունեն 120, 150 եւ 300 capacity տարողությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում։ Դուք կարող եք գնալ այնտեղ վերցնել կամ պատվիրեք, իրենք կբերեն ձեր տանը, հեռախոսահամարը տեսնում եք։ Ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Շուտով Գրանադա Հիլզում բնակվողները այստեղ բացվելու է Երևան Post-ը, ծանրոց ունեք Հայաստան ղրկելու, գումար պիտի փոխանցեք Հայաստան, բոլոր դրանք կարող եք կատարեք Երևան Post-ում, Granada Hills եւ ասացի նրանք որ այդտեղ են բնակվում շրջապատում շուտով աշխատանք սկսելու է Երևան Post։ Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Սա տեղատունը գտնվում է, այստեղ տեսնում եք Glennox եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Իրենց հեռախոսահամարը շատ հեշտ է 818 6 000 զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է նաև Չոփուրյան փաստաբանական գրասենյակն հովանավորում։ Չոփուրյանները 3 փաստաբաններ են ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունենաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք, accident եք ունենում, մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով պաստառի վրա երևացող հեռախոսահամարին 818 244 47 47 կվերադառնա։ Texas-ում Camp Mystic այս ինչ որ դες հաղորդն էի, սա տեղի ունեցավ մոտավորապես սա առավոտյան ժամը 1:14 րոպե, Texas-ում սա բլուրի վրա է, որ
քամփ են տանում երեխաներին, այդտեղ գիշերը երբ որ քնած են լինում, հեղեղը տեղի ունենում Թեքսասում։ Հետո հեղեղը քիչ բարձրանում է մինչև որոշ տեղ կապված 5-ից 6 մետր, հետո ջուրը բարձրանում է։ Առավոտյան ժամ 1-ից 14 մեկը որ այդ տարածքի տերն է, երեխաներին ասում են իրենց այդ քամփի մեջ մնան, ճամբրուկի մեջ մնան, դուրս չգան, կարծելով որ եթե ներսը մնան ավելի ապահով է։ Այդպես է երևի մտածել։ Անձը ինքը այդ տարածքի պատասխանատու տերը, ինքը նաև ջուրի մեջ երբ որ աշխատում էր երեխաներին փրկել, ինքն էլ խեղդվում է այդտեղ։ Ընդհանուր 27 հոգի մահանում են չափահաս եւ մեծ մասը 20 երեխաներ այդպես զոհ են գնում սրան։ Հիմա զոհերի, այսինքն այդ երեխաների ծնողները ոմանք 12-ը դատ են բացարել այդ քամփի դիմաց, ինշուրենսի դիմաց եւ այսպես հիմա ես ուզում եմ այդտեղ ցուցադրել ձեզ տեղի ունեցող, տեսեք ջուրը ինչ արագորեն մեկ անգամից բարձրանում է։ Փաստաբանը այս քամփի ասում էր մինչև այսպես դեպք չի պատահի, ոչ ոք չէր սպասում որ այդքան կարճ ժամանակում ջուրը կարող է բարձրանալ, բայց ամենայն դեպս իրենց մեղադրում են սա հուլիս 4 անցյալ տարի տեղի ունեցել կամ պատահերներ եւ այստեղ տեսնում եք camp operators ասում են որ այսինքն մեղադրում են որ իրենք անուշադիր են եղել որ սկզբից ասեն են կարող է հեղեղ տեղի ունենա եւ ժամանակին չեն հեռացրել երեխաներին սովորաբար ես այստեղ ծրագիր եմ արել նախկինում անցյալ տարի որ իրենցից մոտարապես 20 մայլ հեռու 30 կիլոմետր հեռու այնտեղ ունեին սարքավորում որ տեղեկացնում էր բոլորին այսպես զանգեր տեղադրված էր հզոր էլեկտրական զանգեր որ եթե նման բան լինի այնքան այդ զանգերը ղողանջելու են որ բոլոր կարտնանային ու շուտով կփախնեին քանի որ այստեղ չեն ունեցել քաղաքն է տեղադրում քաղաքը գումար խոսենեին պետք է 20 միլիոն ծախսեին այդ քաղաքը փոքրիկ քաղաք է ասել են մենք հնարավորություն չունենք որ տեղադրենք ամենայն դեպս քամփերներին ասենեին տերը այս քամփի որ մնացեք ձեր տարածքում չիմանալով որ ջուրը այդքան կբարձրանա հիմա այս դատը ինչ որ բացվեն է այդ իրենց այդ աշխատողի դեմն է եղել եւ իրենց ասելն է որ տեսնում եք այստեղ evacuate gatekeeper անձը որ պատասխանատուն է ուրեմն երբ որ ջուրն է գնե շատ ուշ աշխատել է հեռացնել երեխաներին այստեղ այդ ծնողներից մեկի մայրն է որ Թեքսասի դատարան Թեքսասի ներկայացնի տան անդամների ներխոսում Camp Mystic-ն է որ ասացի ջուրը քանդում տանում է իսկ Camp Mystic-ի փաստաբանը ասում է որ բավական իրենք տեղեկություն չեն ունեցել չեն զգուշացրել որ այսպես դժվարություն է տեղի ունենալու եւ դրա չեք կարող տիրոջ մեղադրել այլ քաղաքը state այսինքն county եւ այլն այս զոհերին եք տեսնում թվով 27 հոգի մեծամասնություն ասացի երեխաներ են եւ այսպես տատն է ինչ որ տեսնում եք բաց են արել դրանց մեջ նաեւ 9 տարեկան երեխա եք տեսնում քամփն եք տեսնում քիչ առաջ որտեղ հուլիսի 4-ին ուրեմն կես գիշերին այս դժբախտությունը պատահում է եւ զոհ են գնում 27 անձիկ եւ ասացի մեղադրանք ասում է որ փոխարեն պարպեն քամփը դիրեկտորը պատասխանատուն ամենակարևոր ժամին խուսափել է եւ չի կատարել այդ աշխատանքը այսպես տեսնում եք ոմանք իհարկե փրկվել են բայց ոմանք որ ասեն են քամփի մեջ ձեր սենյակում մնացեք ավել ապահով եք քան թե դուրս գաք սա այդ անձն է որ պատասխանատուն է որ ինքն էլ զոհն է գնացել այս
քամփի դժբախտությանը տեսնում եք իրեն ուրեմն փաստաբան ասում է մեկ անգամից ջուրը բարձրացել է եղեղը ջուրը բարձրացել է որ որևէ ժամանակ այսպես չի տեղի ունեցել որ այսքան ջուրը բարձրանա եւ դրա համար է որ նախատեսելի չէր եւ այսպես տեսնում եք շրջապատը պետք է քաղաքը պիտի ունենար քաղաք չի ունեցել ալարմի սիստեմը չի ունեցել այսպես բացատրում է քամփի փաստաբանը այս մասին ես ուզում եմ հիմա խոսել AI սիստեմը artificial intelligence-ի մասին կամ այսպես գիտակցությունը որ հիմա կոմպյուտերով AI-ը կարողանում է ամեն ինչը օգնել այդ օգնելու մեջ նաև կարելի է որևէ լեզու անձիկ խոսում են թարգմանել անմիջական կարող եք մեկը խոսում է անմիջական թարգմանությունը լսել կամ մեկը անգլերեն է խոսում ուրիշ նա հայ է չի կարողանում չի հասկանում կամ անգլերենին լավացանոթ չի ուրեմն անմիջապես փոլիսը խոսում է անձը լսում է որ այս փոլիսը ինչ է ասում անձը խոսում է այս AI-ը artificial intelligence-ը թարգմանում է փոլիսի համար որ ինչ ասեն հիմա police department-ները այս մեքենաները կամ այդպես գործիք առնում են ամեն ոստիկան իրեն վրա ունի եւ 20-ից ավել քիչ հետո կտեսնեք տարբեր լեզուներ խոսողներին տարբերություն չունի իրեն հարցնում է որ լեզուն գիտի այդ լեզվով ոստիկանի համար թարգմանվում է կամ անձի համար թարգմանում այս մեքենան հիմա գիտեք նախագահ Թրամփը ոստիկաններ ունի այսպես այս ոստիկաններ որ գնում են անօրինականներին ձերբակալում են իրանք ասում են դեռ այդ գումարը այս վարքյանից գումարը չունի որ այդ սիստեմը առնեն իրենց ոստիկանների համար քաղաքային ոստիկանները գնում են այս գործիքը բայց նրանք որ immigration-ի ոստիկաններ են այսը չի կարողանում դեռ գնի այդ գումարը չկա ես այստեղ հիմա ուզում եմ ցույց ցուցադրել որ տեսնում եք ոստիկաններ են ուրեմն այդ մեքենան իրենց վրա տրված է հանկարծ եթե հարկավոր է 23 տարբեր լեզուներով կարելի է որևէ մեկ խոսում է թարգմանել 1800 օրինակ մեկ հոգի 1800 conversation թարգմանել է խոսել են այստեղ տեսնում եք այդ գործիքն է որ կրծքին տրված է ոստիկանի այստեղ օրինակ իսպաներեն է խոսում ոստիկանը չգիտի այդ մեքենան թարգմանում է երբ որ ասում է իրեն աղջիկն իրեն դուստրը ինքշաբթի օրը կորեն է անձը եկել է բայց ինքը անգլերեն չգիտի ուրեմն այդ մեքենան թարգմանում է ոստիկանը անմիջապես անդրադառնում է հետո որոշ տեղերում աշխատում են օրինակ Glendale Burbank աշխատում են օրինակ մի քանի բառեր որևէ տեղ որ այդ փոքրամասնությունները կան որ ուրիշ լեզու են խոսում բացի անգլերեն ուրեմն ոստիկաններին դասարան ղրգել հիմա տեսնում եք այսի համար պետք է նաև գնեն դեռ ասացի բյուջեթը չունեն այստեղ տեսնում եք 5 շաբաթ օրինակ ոստիկաններ որոշ տեղում պետք է իսպաներեն լեզու սովորեին կարողանան շփվել իսպանախոսների հետ այսպես տեսնում եք որպեսի ում որ վարձում են պատկերացրեք մեկին վարձում են օրինակ իսպանախոս տարածք է 5 շաբաթ ոստիկանը պետք է անգլերենի դասարան նաև այսինքն իսպաներենի դասարան գնար հիմա այս մեքենան իրենց վրա տրնում են ուրեմն այդ 5 շաբաթ դասավանդումների մասնակցելու կարիքը չկա եւ անմիջապես ոստիկանը անցնում է աշխատանքի պետք չունի այդ դասավանդումներին մասնակցի այստեղ տեսնում եք մեկ անգամից այստեղ տեսնում եք այդ դասարանը որ տարբեր լեզու էին սովորեցնում են հիմա էլ կարիք չունենք այս գործիքը ոստիկանն ունի այսը ուրեմն immigration-ի ոստիկանները դեռ չունեն բայց սովորական ոստիկանները տարբեր քաղաքներում կներ են որպեսզի translation թարգմանությունը
կատարվի անմիջական եւ ոստիկանի 5 շաբաթ դասարան գնալու համար ավել շուտ իր աշխատանքը սկսի մեքենան հատկացնում են իրեն։ Ես ուզում եմ խոսել նաեւ նախագահ Թրամփը այս կարծիքը այս քանի օր առաջ արտահայտվեց, որ իր ցանկությունն է, որ կարողանա փոխարեն գիտեք այս երկում այսպես է, եթե գնում եք բնակարան եք գնում բանկից, բոլորը չեն, որ այդքան գումար ունեն, վճարեն, պարկ չունեն։ Այստեղ 95% ժողովուրդը տուն բնակարան երբ որ գնում է, բանկից պետք է պարկ վերցնի, լոն վերցնի, հետո ամիսների ընթացքին վճարի։ Հիմա սովորական այս երկում կարող եք 15 տարով վերցնել, 20 տարով եւ 30, բայց ամենաշատ մարդիկ պարտք են վերցնում 30 տարվա ընթացքի համար, որտեվ դա վճարումը ամսական շատ բարձր չի լինում, 15 տարով վերցնեք անմիջապես արագ կվերջանա պարտքը, բայց ամսական վճարումը շատ բարձր է լինում։ Հիմա այս հարցն էր ինչ որ Թրամփ ասում էր, որ 30 տարվա փոխարեն դա լինի 50 տարի։ Հիմա ես ուզում եմ նախ ասել միջին բնակարանի գինը $120,000 Ամերիկայում բարձրացել է եւ 30 տարվա տոկոսը այս վարկյանից մոտարապես 6.3% է։ Որոշ տեղ կարող է լինի կամ երբեմն իջնում է 6%, բայց ամենայն դեպքում երբ որ նայում ենք 6.3% միջին տոկոսը այսօր, երբ որ անձը բանկից պարտք է վերցնում։ Հիմա եթե 30 տարվա փոխարեն 50 տարի լինի, եթե անձը 10% down թողի, այստեղ եթե մի քիչ փոքրացնենք, տեսնենք վերևը, եթե 6.3% է 410,000 անձի պարտքն է, պատկերացրեք, բանկի 410,000-ի չափ պարտք է վերցրել։ Հիմա եթե 30 տարով այդ պարտքը լինի, գիտեք, սա Ամերիկայի միջինն է։ Մեզ մոտ տունը, բնակարանը հիմա գլենդելում 1 միլիոնից բոլորը բարձր են։ Ամենայն դեպս, եթե այդպես է միջին Ամերիկայի բնակարանի գինի պարտք վերցնի 10% down թողի 30 տարվա ընթացքին ամիս $2,288 պիտի վճարի։ Իսկ եթե 50 տարվա ընթացքին պարտք վերցնի $2,000 մոտարապես վճարում, ուրեմն ամիսը $259 ավել քիչ կվճարի անձը։ Իսկ այդ 50 տարվա ընթացքին 393,000 ավել պետք է տոկոս վճարի։ Այստեղ տեսնում եք, ուրեմն 410,000-ի վրա 10% down 30 տարվա ընթացքին տոկոսը ինչ որ պետք է վերադարձնի այդ 410,000-ի համեմատ, որ 10% down է թողել 6.4%-ով կամ 3%-ով, տեսնում եք 823,000 պիտի տոկոս վճարի այդ 30 տարվա ընթացքին։ Իսկ 50 տարվա ընթացքին 1,217,000 պիտի վճարի, ուրեմն 393,000 ավել գումար պիտի վճարի։ Նախագահ Թրամփ ասում է դա կարծիք է միայն, այսինքն չի ասել անպայման կանենք այս աշխատանքը, այդպես չի արտահայտվել նախագահը։ Ես հիմա դադար պիտի վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ պետք է խոսեմ մեկ կամուրջ, ձեզ ցույց տամ Չինաստանում, որ փլվում է նորակառույց կամուրջ է այս։ Իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping-ը երկու կենտրոն ունի։ East Palmer եւ Adams փողոցի հատման կետում Գլենդելում, North Hollywood-ում Lancashire փողոցի վրա կամ Boulevard տեսնում եք։ Իսկ եթե դուք ծանրոց Հայաստան ղրկեք օթանավով $2.99 է pound-ը։ Ամենաէժանն է, սրանից էժան չեք կարող գտնել։ Իսկ գումար եթե փոխանցեք Հայաստան, Երևան գումար եք փոխանցում, $100 գումար ուղարկեք, մի տոկոս եք վճարում, $1 եք ընդհանրապես վճարում, $500 ղրկեք Հայաստան, $5 կվճարեք։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը։ Ալերգի եւ ասմ։ Եթե այդպես խնդրեմ ունեք, սա հեռախոսահամարն է, անպայման զանգահարեք, ժամադրություն վերցրեք։
Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը ամենախոշոր տաշնամուրի խանութն է Hollywood Piano-ում Pasadena-ում գտնվող 600 տաշնամուր այնտեղ կա նոր եւ օգտագործված տաշնամուրներ ունեն որևէ տեսակ կուզեք տաշնամուրների $500,000-ից մինչև $600,000 $500,000 կներեք $500,000 տաշնամուր կգտնեք այդտեղ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը Raffi's Market-ը գտնվում է Burbank-ում Glendale-ի արևանության իրենք պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է գտնվում է 240 South Jackson փողոց Jackson, Colorado եւ Glendale Avenue-ն հատման կետում այդ երեք փողոցը հատման կետ ունեն այդտեղ ճիշտ այդտեղ է գտնվում կվերադառնա Չինաստանում տեսնում եք այս նորակառույց կամուրջ է սարալանջից վայր ընկնում եւ լրիվ կամ այսինքն մի մաս կամուրջից որը 758 մետր երկարություն մի մասը պոկում քանդում է այդտեղ տեսնում եք ինչ է տեղ ունենում այս նորակառույց կամուրջին միլիոնավոր դոլար ծախսել էին ես հիմա շարունակում եմ խոսել մեկ գնացքի վարորդը այստեղ եթե շարունակենք տեսնեք քնում է եւ այդ 50 մայլզով մի տեղեր որ 25-ով տեսնում եք մարդիկ այս գնացքի մեջ է մետրոյի մեջ է աթոռից վայր է ընկնում անձը այդտեղ տեսնում եք եւ տարօրինակ վիճակ է ստեղծում Կարնի Այսպես տեսնում եք, տեսեք գնացքն է գնալիս, անձը քնած է այդ պտտում է այդ մեքենան հազիվ փախուստ է տալիս իր առաջից եւ ահա այսպես այդ արագությամբ գնում է եւ տեսակ ինչ դժվարություն է։ Այս կինը, որը վարորդը մի կին էր, այս լոկոմոտիվի կամ գնացքի, տեսեք քնած է մնում, բարձրանում է, հետո մարդկանց ներողություն է խնդրում, բայց իրեն աշխատանքից հանեն են։ Ես ուզում եմ մեքենա ցույց տամ Ֆլորիդայում 74-5 տարեկան մարդ այս Porsche-ի մեջ է, մեքենան այս Porsche-ը կրակ է բռնում։ Լավ մարդիկ իրենց վտանգի առաջ դնելով գալիս են իրեն մեքենայի միջից հանում են եւ բերում են, տեսնում եք այդ extinguisher, ուրեմն կրակը աչքացնում եմ նախքան պոլիս կա հասնի, իրենց վտանգի մեջ են դնում ուրիշի օգնելու, ազատելու համար Ֆլորիդա նահանգում էր տեղի ունեցել։ Այսօր վետերանների օրն էր, ինչ որ նոյեմբերի 11 վետերանների օրն է, որ օրը լինում է, հենց այդ օրն են տոնում, այսօր այդպես օր էր, շարունակենք, եթե տեսանյութը տեսնեք, ուրեմն բոլոր այս վետերանների արգանքի օրն էր, նախագահ Թրամփը ինչպես բոլոր նախկին նախագահներ այսօր գնում են արգելու։ Իսկ մի ավտոբուսի մեջ այս վետերաններին ինչ որ այսինքն գնացքի մեջ ինչ որ տանում էին, հանկարծ Օբաման է, նախկին նախագահ Օբաման գալիս է իրենց շնորհավորելու անցնենք առաջ։ Տեսնում եք հանկարծ իր այնտեղ տեսնում եք այսինքն Օբաման է այստեղ իրենց շնորհակալություն է հայտնում իրենց աշխատանքի նախկին այդ զոհաբերությանը, որ մասնակցել են, պատերազմի են մասնակցել։ Ես ուզում եմ խոսել հիմա SNAP կամ food stamp-ի մասին, որ գիտեք, այս համաձայնությունը ինչ որ տեղի ունեցավ Republican եւ Դեմոկրատների, ասել են SNAP-ը կամ stamp food-ը վճարելու են, գումարը հատկացնելու են, նախագահ Թրամփի ցանկությունն էր, որ դա ասել էր լրիվ հանեն food stamp-ը, բայց հիմա որոշված է, որ այդ կատարվի այդ SNAP EBT customers, ուրեմն նրանք որ ստանում էին, շարունակվելու առայժմ
որովհետև քիչ հետո պիտի բացատրեմ, որ դեմոկրատ ռեփաբլիկանները որոշ հարցերի վրա համաձայնվեցին մի քանի ամիս մինչև հունվար կառավարությունը բաց պահեն 8 դեմոկրատներ միացան ռեփաբլիկաններին, որ քիչ հետո այդ մասին ավել մանրամասնությունը ձեզ պիտի բացատրեմ։ Ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում կամ ակսիդենտ ունեք, զանգարեք այս հեռախոսա համարին։ Ծրագիրը դոկտոր Էբրահիմին է հովանավորում։ Եթե թաթի վրա թաթի տակ վերքեք, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք ժամադրություն վերցրեք։ Իր գրասենյակում Orange County, Commerce, Encino եւ Glendale։ Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բասուն են, մինի բասուն են, ձեզ կտանեն, ու իրենք կվերադարձնեն, եթե ցանկանում եք այս տարիցների կենտրոնը այցելեք։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot-ը իրենց խանութը թահանգամ փակվեն է, ինչ որ ունեն նաև բերեն են այստեղ Pacific փողոցի վրա է Jackpot-ը գտնվում, ամեն ինչը կինը զեղծված է, որովհետև որ գնաք կտեսնեք ներս դերսում տեղ չկա ապրանք շարելու, անպայման այցելեք Yugo Shipping հովանավորում է ծրագիրը, Yugo Shipping ձեզ է առաջարկում, գտնում է իհարկե Հոլիվուդում, Լոս Անջելես, տեսնում եք Sunset փողոցի վրա, եթե մի ծանրոց իրենց հանձնեք, հավասար կամ համաչափ ծանրոցը անվճար ձեզ համար կա, մի հատը հանձնում եք, երկրորդը անվճար Հայաստան գտանեն։ Իսկ օթանավով եթե ցանկություն ունեք ծանրոց խրգել Հայաստան, pound-ը $2.99 է, եթե օթանավով կողարկեք։ Իսկ նաև եթե ցանկություն ունեք Երևանում ծեր ազգականի գումար ղրգել Երևանի մեջ, կտանեն տանը ընդամենը 2%-ով, $100 ղրգեք, ընդամենը $2 պիտի վճարեք, տանեն հասցնեն ձեր տանը։ Ծրագիրը հովանավորում է Անաշե Գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե Գիֆտ ձեզ է առաջարկում հագուստներ, կոշիկներ, նաև պնակ, բաժակ դրանք, նաև այս սուրճի պատրաստելու էլեկտրական ամանն է առաջարկում, ընդամենը $9.99 կվերադառնա։ Ձեզ հաղորդենեի, որ 8 դեմոկրատներ միացան 52 ռիփաբլիկանների, իհարկե 53 սենետեր ռիփաբլիկան կամ ներկայացնի, այսինքն սենետի, Ամերիկայի սենետի պալատում, մեկ ռիփաբլիկան Փոլ անունով համաձայնվեց ռիփաբլիկանների հետ, չքվեարկեց 8 դեմոկրատներ միացան, որպեսզի կառավարություն փակ է 41 օր փակ էր մինչև հիմա էլ փակ է իհարկե, վաղը, երբ որ ներկայացների տան անդամները վերադառնան, ինչ որ սենետում հաստատվել են, նրանք նաև ընդունեն, որ ասեն են կընդունեն, հետո կառավարությունը աշխատանքը կվերսկսի։ Ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, եթե շարունակենք, տեսնում եք, այսօր վետերանների օրներ նախագահ գնացել էր, իհարկե սենետում եք տեսնում, որ անցկացրին այս, ուրեմն նույնը 8 դեմոկրատներն եք տեսնում ինչ որ միացան եւ ներկայացնի տան խոսնակներ, որ ասում է վաղը քվեարկության են տնելու, այստեղ դեմոկրատ ներկայացնի տան խոսնակն է, որ բողոքում այդ մասին, սենետի ղեկավարն է դեմոկրատ, որ բողոքում էր իր գործընկերները միացել են ռիփաբլիկաններին այսօր 42-րդ օրն էր, վաղը կդառնա 43-րդ օրը, որ կառավարությունը իր աշխատանքը դադարեցրել է։ Դրանց մեջ նաև օդանավակայաններում ոմանք չեն գնում աշխատանքի։ Snap-ը քիչ առաջ ասացի, food stamp-ը, ուրեմն լրիվ մնալու է կվճարեն, եւ նախագահ Թրամփն ասում է, որ ներկայացնի տունը շուտով վաղը կքվեարկի, հույսով ենք այդպես որ իցանք։ Սա մեկ մոտորսիկլետով ինչ տեսակ ներկայացնի տան անդամ է, որպեսզի կարողանա հասնի մոտորսիկլետով գալիս է, որ վաղը այդ քվեարկության ռիփաբլիկան մասնակցի, այստեղ տեսնում եք իրեն։ Այսպես, ուրեմն թվում է ամեն ինչ պիտի նորմալի կա,
SNAP ասացի կվճարեն, food stamp կվճարվի, ֆեդերալ աշխատողները պիտի վերադառնան, իրենց աշխատավարձը կվճարեն, healthcare subsidies, սա հայտնի չի 22 միլիոն Օբամա քեր ունի, որ նրանք որ իրենց աշխատավարձը քիչ է, կառավարությունը իրենք մոտարապես, եթե 4 հոգի ընտանիք է 2700 այդպես իրենք վճարում էին տարեկան, կառավարությունը իրենց համար 24-ից 25000 վճարում էր ամեն մեկ ընտանիքի համար տարեկան, դա չեն ընդունել։ Սա է որ մտահոգված դեմոկրատ ներկայացնի ղեկավարն էր ամեն դեպս Թրամփին տեսնում եք որ կողոնակությունն է հայտնում որ վաղը քվեարկեն այս մասին հիմա տեսենք վաղը ինչպես է նախատեսվում անպայման այս հարցը քվեարկեն բայց միայն մինչև սա երկարատևելու է մինչև հունվար եւ կարող է ավել շուտ նաեւ այդ տեղի ունենա որ նորից պրոբլեմ ունենան որովհետեւ սովորաբար իրենք դեկտեմբերի 15-ից գնում են ներկայացնի տուն եւ սենատի անդամները գնում են մինչեւ ամսվա 3-ը հունվարի դրա համար ասացին հունվարին կքվեարկենք հիմա եթե միտեղ պատահի որովհետեւ այսպես են որոշել որ իրենք բանակցությունը կշարունակեն այսինքն չեն սպասի մինչեւ լինի մյուս տարի եթե այդ բանակցությունը ճիշտ չգնան կարող է նորից կառավարություն աշխատանքը կանգնես ինձ այսօր շատ զանգահարում էին ասեն են որ Թրամփն է ասել ուրիշն է ասել այսպես ասում են 2000 պիտի ամեն մարդու գումար ուղարկեն 3000 ոմանք նախագահ Թրամփը ասում է այդ ինչ որ 2000 ես ուզում եմ թերիֆը հարկը ինչ որ ուրիշ երկրներից ինչ գումար գալիս է հարկ պիտի վճարեն դրա համար ամեն ինչ մասամբ թանկացել է այդ գումարից որովհետև թանկացել է ամեն ինչ բոլորին $2000 ուղարկեն բայց դա միայն Թրամփը ասեն է եթե ուզեն ուղարկեն պետք է սենատում դա հաստատվի ներկայացնի տան մեջ հաստատվի շատ դժվար աշխատանք է լինում ուրեմն դուք բոլոր որ զանգահարում եք այսօր ինձի սա մի բան չի վաղը ձեզ համար չեք եկալու այդպես չի լինելու նաև այդ նախագահ ասում է նրանք որ քիչ առաջ ասացի որ Օբամա քեր ունեին փոխարեն դրան ամեն մարդու կամ ինշուրանսները 3000 ուղարկեն որ համավասար լինի որտեղ նախագահ ասում է մեկը այդ ինշուրանսի վճարում է բայց ինքը ոչինչ չի օգտվում մեկը շատ օգտվում է այդ ինշուրանսից բոլոր գաղափարը ինշուրանսի հենց այդ էր մեքենայի ինշուրանսն էլ նույնն է մեկը ամեն տարի վճարում է ակսիդենտ չունի մեկը ակսիդենտ է ունենում ուրեմն այս երբ որ բոլորը վճարում են այդ ծախսերը այդպես է փակվում հիմա ինչ որ այդ $3000 մասին ինչ որ նախագահ առաջարկում է հենց գաղափարի ինշուրանսի դա է որ բոլորը վճարեն որ միտեղ պատահում է այդ հավասարակշռությունը լինի կարողանան ծախսերը փակել Ծրագիր եկավ իր ավարտին ցես կհանդիպեմ վաղը մի շնորհանդիպում